Ծով աչքերի պատճառով հեռուստասերիալում Արամը շատ համառ տղա դուրս եկավ։ Նա ոչ մի կերպ չի ցանկանում համակերպվել, որ Ռեբեկան իրեն չի ուզում տեսնել։ Շարունակում է պայքարել և ամեն գնով պետք է հասնի իր ուզածին։ Հիմա էլ որոշել է, որ ինքը Ռեբեկայի թիկնապահն է։ Ռեբեկան սակայն ասում է, որ իրեն թիկնապահ պետք չէ։ Արամը չի հանձնվում և մարտական է տրամադրված։ Գոռը սակայն շատ կտրուկ է մոտենում այս հարցին, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Արամը Ամերիկայում բավականին կնամոլ երիտասարդ էր։ Գոռը սակայն շատ կտրուկ է մոտենում այս հարցին, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Արամը Ամերիկայում բավականին կնամոլ երիտասարդի անուն ուներ։ Արամը նրան համոզում է, որ դա արդեն անցյալում է, բայց Գոռը մնում է իր կարծիքին։ Մեզ մնում է սպասել ու տեսնել, թե երբ է Ռեբեկան վերջապես հանձնվելու և ճանաչելու իր պարտությունը։ Սարոյանն էլ իմանում է, որ Արմանը հեռացել է աշխատանքից և որ ամենակարևորն է իրենից թաքուն։ Նա միանգամից զանգում է Արմանին և հարցնում, թե ինչու է Արմանը իր բացակայության ժամանակ հեռացել աշխատանքից, այն էլ գաղտնի։ Արմանը փորձում է արդարանալ, բայց Սարոյանը նրան չի լսում։ Փոխարենը հրահանգում է հենց հիմա, առանց ավելորդ խոսակցության, անցնել աշխատանքի և վերադառնալ հետ։ Արմանը սուսուփուս ենթարկվում է, քանի որ քիչ առաջ նրա մոտ էր եկել նաև Նարինեն, ով շատ պատասխանատու ու որոշ չափով նաև վտանգավոր առաջարկություն արեց նրան վերցնել Էլլային ու հեռանալ երկրից։ Նարինեն ասաց, որ ծնողների պատճառով չպետք է զավակները պատժվեն, ուստի ամեն գնով խնդրեց Արմանին հաշտվել Էլլայի հետ։ Այս բոլորը հաշվի առնելով Արմանը գալիս է Սարոյանի տուն, մտնում է ներս և տեսնում Էլլային։ Նրանք չեն հասցնում նույնիսկ երկու բառ փոխանակել, երբ Էլլայի ինքնազգացողությունը վատանում է, և նա հենց Արմանի ձեռքերի մեջ ուշագնաց է լինում։ Ի դեպ, շատ տարօրինակ է Էլլայի այսքան վատառողջ լինելը։ Քիչ անց էլ բոլորի համար անակնկալ ձևով և հատկապես Սառայի, Սարոյանը վերադառնում է Հայաստան, ու հիմա արդեն կպարզվի Սարոյանի մեկնելու իրական պատճառը, որ նա իրականում մեկնել էր բուժման և նա մահացու հիվանդ է։ Հարգելի հետևորդներ, արդյոք Սարոյանը կմահանա։ Ձեր կարծիքը գրեք այս տեսանյութի ներքևում։ Նայեք, Հրնայակյան ինչ անում։ Էմա, այդ ինչ ես անում։ Այդ ինչ ես անում, քեզ սպասում են Ռեքսան։ Կարտոշկա եմ։ Դու ինչ ես։ Ինչ ես անում, չես տենում։ Դու մեծ դուրշորխ կծրա գնա։ Իդու։ Ապրես։ Չէ, ես հասկանում եմ, որ տեքստերս չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ է։ Հա, ինչ։ Վերջերս մի քանի անգամ հարցրել եմ Էզմատանին ինչ է նշանակում։ Դե սերիալը դիտողները գիտեն, որ Գոռն է Սառայի մատին դրել, նշանադրվել է, բայց մնացած մարդկանց հետաքրքրում է։ Ժողովուրդ ուղղակի դնում են, որ չկորցնեմ զուտ, որովհետև ես շատ հաճախ եմ իրեր կորցնում։ Միլենա ջան, հենց Միլենան տեսնում է ինձ, ասում է մատանին, վզնացը։ Դրա համար չեմ անում, միայն 3 չեմ դրել, չեմ գրել։ Սառան այսօր չգիտես ինչի որոշել է, որ պետքա տանը մնա չգա նկարահանման։ Դրա համար ես բռնագրավել եմ իր սենյակը և այստեղ եմ զգեստափոխվելու։ Քանի որ մնացել եմ միայնակ Սառայի ննջարանում, որոշեցի բացահայտեմ ինչ-որ բաներ Սառայի մասին ու այստեղ գտա օրինակ Սառայի ամենասիրելի գիրքը, դա երկրաչափությունն է 8-րդ դասարանի, 6-ից 8-րդ դասարանի համար նախատեսված։ Սառան ուսումնասիրում է երկրաչափություն։ Էմա ջան, քանի որ դու արդեն հասցրել ես Սառայի պահարաններն ուսումնասիրել, ես քեզ ուղղակի մի բան կխնդրեմ, խնդրում եմ իմ մայրենի տետրի մեջ կարգինով նկարազարդումներ չանել սովորությանդ համաձայն։ Եվ հետո մի բան ասեմ, իմացիր, միգուցե չգիտես, ես քեզ ասեմ, դու ինձ շատ ես կարոտել։ Դու ինձ շատ ես կարոտել։ Ուղղակի շատ։ Այնքան, որ անիմաստ ես համարում այսօրվա նկարահանման գնալդ,
ունայնություն է տիրում, սենյակում շունչ չկա, էլի, շունչ չկա, չգիտեմ։ Դուրս արի խնդրում եմ։ Մի խոսքով դիմացիր, ես 2 օրից կգամ։ Էլկա ջան, դու կոնկրետ հարմարվել ես, հա, իմ սենյակում։ Եկել է դրսի շորերով նստել մահճակալից վրա։ Ինչ կա։ Ժամը 9 է, այսօրվա նկարահանումներն ավարտված են ու ես ինչպես միշտ միայն ես չէ։ Տեսեք ինչ մեծ պայուսակներով են, ես ճամպրուկով եմ, Ադրինեն շատ մեծ պայուսակով, որովհետև հագուստները շատ են ու հնարավոր չի առանձին պայուսակներով բերել։ Ու այս դեպքում չենք ասում իրար բարի գիշեր, ասում են գնանք մի քանի ժամից տեսնենք։ Բայց լավ անցավ։ Միշտ։ Ակա։ Այս երևի առաջին դեպքն է, որ ես հիվանդ եմ ու ինքս պիտի ինձ խնամեմ։ Բայց մամայի սիրտը մի բան զգացել էր, որ հետս նանա էր ուղարկել։ Այս երազրած ջրի մեջ մնացել է մոտ 15 րոպե։ Հիմա կլցնենք այս շատ փոքր բաժակի մեջ։ Խնդրում եմ չթափվես։ Այսպես անեմ, որպեսզի պատկերացնեք ինչքան մեծ բաժակ է, հետո որդուհուց եմ նվեր ստացել։ Բայ։ Մենք այսօր եկել ենք շատ գեղեցիկ վայր նկարահանումների։ Նոնա։ Ողջույններ Տաքուկ միջավայրից։ Ողջույն, ողջույն։ Իհարկե երկուսս է զոզվում եմ։ Այսօր նկարահանումներս ավարտեցի ուղիղ ժամը 6-ին։ Մի տեսակ դերասանուհու աշխատանքի նման չի, էլի, ֆիքսված ժամը։ Փաստորեն էսպես էլ է լինում։ Բրթեքանը գցեք սերիալից դուրս, սենց վատ է։ Այս երկու քույրն են միայն։ Իրականում այս սրանք են ստորը, իմ անունն է դուրս եկել։ Սա ինչ հարց էր։ Իհարկե դուր է։ Իհարկե ոչ։ Քեզ ասով խոսացրեց, պարտադիր ինան մեջ պիտի գցի, գիտես։ Չեմ կարողանում առանց քեզ։ Չաչելի է։ Լավ, իրականում իհարկե դուր է գալիս, որովհետև ես իմ կերտած չեմ սիրում այդ բառը։ Ես այն կերպարները, որոնք որ ես մարմնավորում եմ, շատ սիրում եմ։ Ողջույն բոլորին, այսօր սերիալի Instagram-ի էջը մեզ մոտ է, կարող եք մեզ հարցեր տալ, մենք մաքսիմալ անկեղծ կպատասխանենք։ Հիմա ես անտառում եմ ու լրիվ մենակ եմ, սոմիշնի գրուպան չգիտեմ որ կողմա